Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ ՕԻԴԱ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, շնորհակալ եմ պարոն Սաղաթելյան, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Նախընտրական թոհուբոհ ակնհայտ է, իշխանությունները 1 տարուց ավել է նախընտրական տրամադրությունների մեջ են, քարոզարշավի մեջ են, ընդդիմադիր ուժերն էլ այս process-ի մեջ են եւ տարբեր հիմնական ուժերի մասով շատ բան հայտնի է ձեր մասով եղավ հայտարարություն, այսինքն դաշնակցության որոշումը եղավ դաշինքով գնալու, բայց դրանից հետո առավել շատ ինֆորմացիա մեզ հայտնի չէ, երկրորդ նախագահի ասուլիսն էլ եղավ, էլի շատ բան հայտնի չեղավ, հատկապես վարչապետի տեխնացուի մասով, ձևաչափի մասով, որովհետեւ եթե դաշինք է լինելու մյուս գործընկերը կամ գործընկերները, ովքեր են այս հարցերի շուրջ հստակեցումներ ունեք եւ եթե չունեք, երբ կլինի, խնդրեմ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Իրականում այո, երկրում ամբողջական այդ մթնոլորտն է եւ գնալով ավելի է տաքանալու եւ 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունը իրոք մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ են լինել։ Դաշնակցության որոշումը հետեւյալն է, որ ընտրություններին մասնակցել դաշինքով, գնահատելով Հայաստան դաշինքի գործունեությունը եւ անցած ճանապարհը, նախապատվություն տալ դաշինքի այս ձևաչափի հիման վրա նոր ավելի թարմացումներով ավելի ազդեցիկ դաշինքով հանդես գալ առաջիկա ընտրություններին։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, որոշակի հարցերում որոշակիություն կա եւ սահմանված ժամկետներում այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի։ Հավանաբար մարտ ամսի կեսերին այս մասին վերջնական ձևաչափով հանդես կգանք, որտեղ կներկայացնենք մեր վարչապետի տեխնացուն, ծրագրային հիմնական դրույթները, ասելիքները եւ կանցնենք ավելի լայն ճակատով աշխատանքների։ Իսկ այս ընթացքում դաշինքը աշխատում է, խմբակցությունը կա եւ տեսնեք նաեւ այս ձևաչափով հիմիկվա շատ ակտիվ շփումների, մարզային այցելությունների եւ աշխատանքի մեջ։ Պարոն Սաղաթելյան, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հաճախ թիրախավորում է Հայաստան դաշինքին եւ ընդդիմադիր մյուս ուժերին եւ վերջին ամենաայսպես հայտարարությունը կարելի ասել այլ կերպ ասած ստավկաները բարձրացնող, խաղադրույքները բարձրացնող հայտարարություն, որ 2026 թվականի հունիսի 8-ից քաղաքական դաշտից դուրս են մնալու նախկին նախագահները, իր ձևակերպմամբ օլիգարխները, ենթադրաբար ինքը նկատի ունի առաջին բարերար Սամվել Կարապետյանին եւ քաղաքական դաշտը ազատվելու է իրենցից։ Ձեր արձագանքը այս հայտարարություններին։ Հունիսի 7-ը պետք է լինի ու լինելու է Նիկոլ Փաշինյանի ռեժիմից, այս չարիքի ռեժիմը, որ մեր երկրին բերել է միայն մահ, ողբերգություն, դժբախտություն, այս ռեժիմից ազատվելու օրը, երբ որ խոսում են նախկիններից արդեն 8 տարի է ղեկավարում է։ Այսօր իր շրջապատում այն օլիգարխներից, այն մականավոր մարդկանցից, որոնցից այս ժողովուրդը հասարակությունը իրավացիորեն ինչ-որ շրջանում զզվել էր արդեն, դրանք այսօր բոլորը իր հետ են, իր կողքին են, իրար հետ չաղ ու բախտավոր երջանիկ ապրում են։ Այդ օլիգարխներն էլ իր շրջապատում թալանչիներն էլ մնացած առատավոր բարքերի հետ մարմնացվող անձերը եւս, այսինքն հետեւաբար ես կարծում եմ, որ 21-ից հետո բավականին բան է փոխվել։ Հիմնական արձանագրում է միջայլոց այս շփումների մեջ, որ պետք է ասենք, 21 թվականին կոവിഡ് ծանր պատերազմ ամբողջությամբ այլ մթնոլորտում տեղի ունեցավ ընտրությունը եւ ինքը կարողացավ խաբել։ Այդ խաղաղություն թե պատերազմ օրակարգով, այո, ինքը կարողացել է 21 թվականին խաբել մարդկանց եւ ժողովրդին, այսօր դա չի ստացվել։ Այսօր մենք ակնհայտ տեսնում ենք դրա նույն համոզում ենք եւ ամենօրյա շփումների ընթացքում եւ նաեւ տարբեր սոցիոլոգիական հարցումներով, որ մեր ժողովրդի բոլոր հարցումներով ում երբեք չես ընտրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 53-55%։ Դա եւ տեսնում ենք շփումներում եւ տեսնում ենք այդ հարցումներով։ Անշուշտ ինքը դեռ ունի իրեն հավատացողները, անշուշտ ինքը գործի է դնելու պետական վարչական ամբողջ մեխանիզմը, անշուշտ ամեն ինչ անելու է իր վերարտադրությունը ապահովելու համար, մենք լավ հասկանում ենք այն բոլոր դժվարություններն ու խնդիրները, որ գոյություն ունի։ Չենք ասում հարցը լուծված է արդեն։
ամեն ինչ անելու է, որ մասնակցող ուժերի մասնակցությունը սահմանափակի, դուք տեսակ եք արդեն իր կից կառույցները ժողովրդավարական արժեքներ դավանող սկսեցին հայտարարել, որ օրինակ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի կուսակցությանը պետքա չգրանցել։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ ապօրինություններ անելու են։ Մեր խնդիրն է առաջինը դա թույլ չտալ, կանխել, կազմակերպել մեր հասարակությանը ժողովրդին, ներկայացնել այլ ընտրանք, մարդկանց բացատրել ընտրության կարևորությունը եւ ամեն ինչ անել, որ բարձր մասնակցություն լինի ընտրություններին եւ լուծել նաեւ մյուս խնդիրը, որ ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմադիր ձայները չփոշիանան։ Այս հարցերը լուծելու պարագայում բոլոր հնարավորությունները կա այս իշխանության վերարտադրությունը կանխելու։ Ասացիան, տեսեք, մենք 2020 թվականից հետո, պատերազմից հետո հետևում ենք իրադարձությունները, երբ ամեն պահի հնարավոր էր, ասենք, իշխանության տապալում, բայց ինչ որ պահ դա չէր ստացվում, ինչ որ պահից չէր ստացվում։ Եվ ես օրինակ իմ բացատրություն ունեմ, ամեն անգամ երբ գործընթացներ էին գնում, օրինակ, մասնավորապես 2020 թվականի դեկտեմբերին, երբ Եռաբլուր երթ կազմակերպեց Նիկոլ Փաշինյանը եւ այնտեղ քաղաքացիներ կային, այդ ժամանակ 17-ի շարժումը այլ տեղեր բողոքի ակցիան, այնտեղ կար ռեալ հնարավորություն, որ ասենք ընդդիմությունը գար ու կարող էր բախումներ լինել, եւ այս առումով Փաշինյանը կարծեք թե մահապարտի դիրքեր ընդունել իր մանկահասակ երեխաներին էլ իր հետ երթի տանելով, հա, սա մի կողմից վատ է, որովհետեւ դու հասկանում ես, որ այս մարդը այսպես սրբություններ կամ կարմիր գծեր չունի անգամ իր երեխաների մասով, բայց մյուս կողմից իշխանության պահպանման տեսանկյունից սա խոսում է բանի մասին, որ ամեն ինչի պատրաստ է հանուն իշխանության պահպանման եւ տարբեր դրվագներ են եղել, հա, որ ընդդիմությունը կարող էր հակընդդեմ մի քայլեր աներ, իշխանության տապալումը շատ ավելի հավանական կլիներ, բայց այդ պարագայում կարող էին հանրապետությունում լրիվ այլ գործընթացներ գնալ, ընդհանուր դուք գիտեք, սա քաղաքացիական պատերազմի կոչեր էր անում, հա։ Հիմա կա ընդդիմախոսների մի հատված, ձեզ արդեն ընդդիմախոսներ, որ ասում են ընդդիմությունը վախենում է։ Ես իմ բացատրությունը ունեմ, որ ընդդիմությունը շատ ավելի շատ ոչ թե վախենում է իր համար, այլ վախենում է պետության հետագա ճակատագրի համար, բայց գուցե սա ընդունելի չլինի այդ մարդկանց համար, հա։ Հիմա երբ գալիս է էլի վճռական փուլ, ու էլի մենք հասկանում ենք, որ այս իշխանությունները գլխավորապես Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ։ Այդ թվում դուք գիտեք, քաղաքացիական պատերազմի կոչաժամանակին մարդը արել, ապօրինությունները մենք այսօր էլ տեսնում ենք, հա, իրավապահ համակարգը որպես գործիք դագանակ օգտագործել է այսօր էլ մենք տեսնում ենք, որն է լինելու քաղաքացիների վստահությունը, որ էլի ինչ որ պահի, չգիտեմ, պետական մտածողությունն ասեմ կամ թող ընդդիմախոսների ձևակերպման լինի, վախենալու հանգամանքով պայմանավորված լինի, որ ընդդիմությունը այդ վերջին քայլը կանի իշխանափոխության։ Իսկական Նիկոլ Փաշինյանի զորբայությանը չի տրվի։ Գիտեք, եթե ընդդիմությունը վախենար, պատերազմից հաջորդ օրվանից դուրս եկե փողոց փորձել է իրավիճակ փոխել։ Հայրենիքի փրկության շարժում, փորձել ընտրություններով, դրանից հետո այս իշխանության վերարտադրությունից հետո դիմադրության շարժում, սրբազան շարժում, այսինքն այդ քայլերն ու գործողությունները խոսում են դրա մասին, որ վախ չի եղել, եթե վախենայինք, եթե համակերպված լինենք այս իրավիճակի հետ, այն բոլոր փորձերը, որ արել ենք, չէին կանի, որովհետև մենք ցանկացած ընդդիմադիր է ծավալի շարժում, այո, քո մի խոսքից, քո մի բառից, քո մի շարժումից կարող է տարբեր իրադարձություններ զարգանալ իր անկախատեսելի հետևանքներով։ Այդ գիտակցությունը միշտ եղել է։ Բայց այն որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար այո վաբանկ է գնացել, իր երեխաների ձեռքին եռաբլուր, չգիտեմ, ամեն քայլի գնացել է, դա ակնհայտ։ Կոնկրետ օրինակներ էլ են եղել, ես մի անգամ պատմել եմ, երբ որ գլխավոր շտաբը հայտարարեց, պահանջեց իր հրաժարականը, ինքը իմ մոտ տպավորություն էր վախից, որպեսզի չմտնեն, չձերբակալեն, ինչ-որ հետևանքներ չունենա, կոչ արեց, ժողովրդին հավաքեց եւ դուրս եկավ երթի։ Բայց դա աշխատեց։ Եվ աշխատեց, եւ օպերայի շրջակայքում պրոսպեկտի վրա Մաշտոց փողոցի լուրջ բախման բան կար երկու միավորների միջև։ Հիմա այս հարցը կա, արդյոք այդ ժամանակ պետք է այդ բախումը տեղ ունենար, թե չէ։ Ես կարծում եմ, որ չէ, որովհետեւ ինքը ինչպես 2008-ին արանքից փախնելու էր եւ բախումը լինելու էր մեր ժողովրդի երկու հատվածների միջև իր աննորմալ անկախատեսելի հետևանքներով։ Արդյոք դրանից հետո
իշխանափոխությունը ակնհայտ կդառնար, վստահ չեմ, որովհետև երկրում լրիվ ուրիշ մի հատ մթնոլորտ կդառնար։ Այո, եղել են դեպքեր, երբ որ պետականության պահպանումը եւ այլ, մենք մեր քայլերի, այսպես ասեմ, քայլերի ու գործողությունների ժամանակ միշտ հաշվի ենք առել, որ քաոսը, չգիտեմ, անկանխատեսելի հետևանքները կարող են ավելի վտանգավոր լինել։ Այդ մենք հաշվի առել ենք, բայց ոչ բախումից ենք այլ պարագաներում խուսափել, ոչ հետ քայլ ենք արել։ Մեր դիմացը եղել է մի ամբողջ պետության զինված ուժեր, ուժային կառույցներ, ոստիկանությունից մինչև բոլոր ուղղություններով ինչ որ եղել է, դիմացը եղել է բաց ձեռքերով քաղաքացի։ Եվ քանի անգամ այս մարդը կրակել է ժողովրդի վրա։ Ու կրակել է այն ժամանակ, երբ որ զգացել է այդ վտանգը, իսկ այս կողմը եղել է խաղաղ անհազարդություն բաց ձեռքերով մարդիկ պայքարել են իրենց իրավունքների համար։ Հիմա արդյոք առաջիկայում նման դեպքեր կլինեն թե չէ, ընտրության հանգամանքը այլ է։ Մենք շատ պարզ ձևակերպում ենք, եթե ու համոզված ենք դրանում, որ ստացվելու է մեր ժողովուրդը գնա ընտրա տեղամաս, քվեարկի ընդդիմությանը, մենք մեր ձայներին, մեր ժողովրդի կամ արտահայտությանը տեր ենք կանգնելու։ Եվ գլուխը պատին կտային, որ ասում են իշխանություն չի տա հաղթեք, կփորձի պահել։ Եթե մենք արձանագրենք տեղամասում այդ հաղթանակը, մենք պահելու ենք մեր քվեն։ Տեսեք, դա կփորձի հետընտրական զարգացումներով ինքը կարճել, մարդկանց ձերբակալել, օրինակ մենք նույնիսկ մտածում ենք, որ ինքը պարտվելու դեպքում կարող է դիմել սահմանադրական դատարան, ասի ընդդիմությունը կեղծել է ընտրությունը, չէ՞, ասենք աննորմալ բան է, բայց հնարավոր է։ Կա սցենար, որով կարող է դիմել Ալիևին եւ ռազմական դրության հայտարարել, չեղարկել արդյունքները փորձելու է, բայց ես կարծում եմ այն պահից, երբ որ արձանագրվեց, հարցը փակվում է, որովհետեւ իր բոլոր քայլերն ու գործողությունները օրենքից դուրս են, չնայած այնպես չի, որ մինչև հիմա օրենքի շրջանակում են եղել, բայց այդ ժամանակ արդեն ակնհայտ է, չէ, ավելի պարզ ձևակերպում։ Այդ ժամանակվա դատախազի ոստիկանապետի ու քննչականի պետի գործողությունները հավանաբար այն ժամանակ այդ գիտակցությունը կունենան, որ հաշված ժամեր է մնացել իշխանությանը եւ նրա հերթական ապօրինի հրահանգները չեն կատարի։ Եվ այդ խոսակցությունը մենք շատ ենք լսում, բայց իրոք դրա զսպման բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները օրինականության սահմաններում կան եւ դա անելու ենք։ Այստեղ խնդիրը, որ մենք հասնենք նրան, որ դա արձանագրվի։ Ինքը հիմա հաճախ է խոսում Գյումրի 2 չի լինելու, բայց դա ինչ է նշանակում, այսինքն ընտրված վարչապետի տեխնացուին ես ձերբակալելու, թե ինչ է սա։ Ասենք ձերբակալես, բանսա։ Թույլ չենք տա, պարզապես թույլ չենք տա։ Դա նշանակում է այդ ժամանակ 5-600,000 մարդ միասնական ընդդիմությանը քննարկածա լինելու, մենք կազմակերպելու ենք, մարդիկ դուրս գան, իրենց քվեին տեր կանգնեն, ինչի մասն է խոսքը։ Պարզապես թույլ չենք տալու։ Վտանգ կա, որ մինչև այդ արգելափակելու է որոշ ուժերի, սահմանափակելու է։ Նույնիսկ գրանցելուց հետո դատարանով փորձելու անվավեր ճանաչել այդ կուսակցության մասնակցությունը, այդ վտանգը կա։ Եվ մենք մեր գործընկերների հետ այսօր քննարկում ենք դրան դիմագրավելու հնարավորությունը։ Հիմա որ մենք լսում ենք Հական Ֆիդանին, որը ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ուզած տեխնացուն է։ Շատ ուղիղ չեմ ասում իր բառը, բայց միտքը դա էր։ Չէ, խորքի մեջ ասում է, այդ գիծը պետք է պահպանվի։ Եվ դրանից հետո Հական Ֆիդանը նաև ասում է, որ իրենք եւ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները քննարկում են իրար։ Այսինքն սա գուցե մարդկանց մոտ ուտոպիա թվա, բայց քանի որ սրանք օրենսդրական նախաձեռնություն են բերել այդ սցենարին համապատասխան, որ եթե ռազմական դրություն է հայտարարվում, ընտրությունների արդյունքները միջև պաշտոնական հրապարակումը չեղարկվում են։ Այսինքն ինչն է խանգարելու իրենց եւ եթե այսպես են գնում, ինչ եք անելու դուք որպես ընդդիմություն։ Այս սցենարը քննարկում եք արտաքին վտանգի հարցը։ Այո, ասենք խնդրում են Ալիևին Ջերմուկի հատվածում, Սյունիքի հատվածում ինչ որ սադրանքի է գնում պայմանավորված եւ ասում են, ահա ժողովուրդ ջան, կա օրենքում որ ռազմական դրություն ենք հայտարարում, չեղարկվում, մենք ռազմական դրություն ենք հայտարարում։ Կա, բայց ես ասում եմ, որ վիճակը փոխվելու է։ Այդ վտանգը միշտ կա։ Ինքը ինչ է ասում։ Ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Իշխանափոխությունը հավասար է պատերազմի։ Այս տրամաբանությամբ մենք հաճախ ենք ասում, ասենք քանի Ալիևը կա, Նիկոլ Փաշինյանը պետք է մնա իշխանության, որովհետև եթե փոխվի Ալիևը կջղայնանա։ Հա, բայց այս տրամաբանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումը, այսինքն այս իր
Վարած քաղաքականության արդյունքում է դա սովորական դարձել։ Դա աննորմալ երևույթ է, չէ՞։ Այսինքն ինչ հիմքով, ինչի համար, Նիկոլին իշխանության պահելու համար։ Ես կարծում եմ, չեմ բացառում այդ վտանգները, որ կա, բայց չեմ էլ կարծում դա շատ հաճախ ավելի օգտագործվում է մեր հասարակությանը վախեցնելու եւ իրենց կամ արտահայտման վրա արտաքին միջամտություն ունենալու համար։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը անձեռնամխելի է։ Մեր արտաքին գործընկերների հետ էլ պետք է խոսվի այդ մասին։ Առհասարակ մենք այսօր միջայլոց ասեմ, որ բոլոր արտաքին դերակատարների հետ խոսելու ժամանակ այս խնդիրների մասին խոսում ենք, որ մեր համար որևէ արտաքին միջամտություն կլինի հյուսիս, հարավ, արևմուտք, Ադրբեջան թե Թուրքիա, մեր համար անընդունելի է։ Հայաստանի Հանրապետության միջամտեց, ինչ ասացիք դուք։ Ոչ միայն ինքը միջամտեց, այլ նաև Կալասը շատ կոպիտ հայտարարություն արեց, Հական Ֆիդանը արեց։ Մենք բոլոր տեղերում շատ կոնկրետ ասում ենք, որ սա մեր համար անընդունելի է, սա արտաքին միջամտություն է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ձևավորեն հայ ժողովուրդ։ Ու ասում եմ, սա վերաբերում է բոլոր կողմերին։ Եվ այդ էր մնացել, այսինքն հասել ենք նրան, որ Հայաստանի իշխանությունները ձևավորեն Թուրքիայի Ադրբեջանի կողմը։ Դե պետքա դեմը առնենք։ Ես տեսնում եմ, այսօր մեր ժողովուրդը հասկանում է։ Իրոք վիճակը փոխվում, ես պետք է հասկանանք։ Իր փրկությունը մենակ կեղծել, շարունակել բռնությունները, մարդկանց լցել բանտերը եւ որոշ ուժերի մասնակցություն սահմանափակել։ Ինքը փորձելու է այս ճանապարհով իր վերարտադրությունը ապահովել։ Հիմա սրա դեմը առնելու հարցն մի քաղաքական ուժ մենակով չի կարա։ Ընդդիմադիր դաշտում պետք է ամբողջական լինի այդ գիտակցությունը։ Կան այդ քննարկումները, բավականին խորքային կան այդ քննարկումները, ընկալումն էլ ընդհանուր առմամբ կա, բայց դեռ խնդիր կա դրան համապատասխան մեխանիզմներ ստեղծելու։ Դու գիտեք, մենք բոլոր ուժերի հետ այս ուղղությամբ բանակցում ենք։ Մի քիչ դժվարություններ կա, որ անկեղծ ասեմ, որովհետև դաշտի ոչ բոլոր բլոկներն են ամբողջական ձևավորվել։ Կարծում եմ այդ ձևավորվելուց հետո այդ քննարկումները ավելի արդյունավետ կլինեն եւ կարճ ժամանակ հետո այդ պատկերը կունենան։ Շատ է, պարոն Սաղաթելյան, տեսեք, դուք խոսեցիք, որ մարտի կեսերին մոտավոր կունենաք արդեն հստակեցումներ տեխնացուի մասով, ծրագրի մասով, բայց հիմա պատկերացում կա առաջարկի իմաստով։ Դուք խոսեցիք ալտերնատիվ առաջարկի մասին, որովհետև այո, այս իշխանությունները ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ թուրքական օրակարգ են առաջ տանում, եւ իրենց առաջարկածը թուրքական է։ Բայց առաջարկ է ամեն դեպքում, այսինքն զրո չի, չոր առաջարկ է։ Ինչ է առաջարկելու ընդդիմությունը։ Հատկապես հաշվի առնելով այն, որ հաստատ Միացյալ Նահանգների փոխնախագահի դիրքորոշումը, որը անընդունելի է, այս քաղաքականության մասով ցույց տվեց, որ իբրև թե իրենք աջակցում են կամ գոնե ինքը աջակցում է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, Կայա Կալասի հայտարարությունը, Եվրամիության անունից Փաշինյանը կարող է գնալ ժողովրդին ասել, տեսեք ժողովուրդ ջան, աշխարհի հզորները ինձ աջակցում են, տարածաշրջանում ով որ կարող է մեր դեմ պատերազմ հրահարել Թուրքիան, ինձ աջակցում է, Ալիևի հետ արդեն մրցանակ ենք ստացել եղբայրության, տեսեք որ բոլոր փաստերը խոսում են, որ իմ առաջարկն է ամենա։ Մենք էլ ժողովրդին պարզ պետք է բացատրենք ինչի համար են աջակցում եւ ինչի դիմաց եւ աջակցում են, որ վաղ ինչ ստանան։ Բայց ձեր առաջարկը կարևոր է, մեր առաջարկ։ Կոնկրետ մենք այսօր շատ պակագծեր չեմ ուզի բացեմ, բայց մենք ներկայացնելու ենք մրցունակ եւ անվտանգ Հայաստան կառուցելու մեր տեսլականը, որը վերաբերում է մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներին, ինչպես նաև բանակից, պաշտպանությունից, անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, բոլոր ոլորտներում մենք ներկայացնելու ենք անվտանգ եւ մրցունակ Հայաստանի մեր կոնցեպտը, որը լրջորեն աշխատել ենք, ներգրաված են նաև լուրջ մասնագետներ եւ ներկայացնելու ենք Հայաստանի ռազմավարական զարգացման մեր հեռանկարները, որտեղ լինելու է զերո պոպուլիզմ, ինչ ասելու ենք, տակը լինելու է հաշվարկված ծրագիր, թիվ եւ մանրամասներ, բայց փորձելու ենք դա ասենք նաեւ հանրային ընկալման տեսանկյունից մատչելի, պարզ, որովհետեւ մենք 21 թվականին
վատ ծրագիր չենք ներկայացրել, բայց չենք կարողացել դա ամբողջությամբ տեղ հասցնել, քանի որ այս պայմաններում, այս տեխնոլոգիաների, այս չգիտեմ ամեն ինչի մի քիչ պետք է այլ ձևերով դա տեղ հասցնենք եւ անելու ենք։ Հաճախ մեզ ասում են, ինչպես դու էլ էիր ակնարկում խոսքիդ մեջ, Նիկոլ Փաշինյանը լավ թե վատ ներկայացրել է խաղաղության հասնելու իր բանաձևը, դուք ինչ եք ասում։ Այստեղ շատ կարևոր եւ սկզբունքային բան կա, որ պետք է հստակ լինի։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չի առաջարկել։ Այս շատ կարևոր է, երբ որ իր այս հանձնվողական, պարտության, դավաճանության, զիջումների օրակարգին ինքը կարողացել է օրակարգը կարողացել է փաթեթավորել եւ ներկայացնել խաղաղության օրակարգ, մեզանից էլ ասում են դա ինքը խաղաղությունը տվել է, ձեր այլընտրանքը հավանաբար պատերազմն է, այս հակասությունն է։ Ես չասացի խաղաղություն, ասի թուրքական ծրագիր, այս ծրագիրը։ Թուրքական ծրագիր է։ Մենք շատ հստակ ասում ենք, որ Հայաստանի, այսինքն մեր կոնցեպտի խորքում լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահելու, հայ ժողովրդի հավաքական իրավունքներին տեր կանգնելու, Հայաստանը ինքնուրույն, ազատ, արժանապատիվ երկիր ստեղծելու մասին է լինելու, խորքը սա է։ Մենք շատ պարզ ասում ենք, ինքը ասում է խաղաղությունը կբերի անվտանգության, մենք ասում ենք խաղաղության երաշխավորը բանակն է։ Եթե մենք ուզում ենք հասնենք խաղաղության, դրա համար պետք է ունենանք ուժեղ բանակ։ Ուժեղ բանակ կառուցելու կոնցեպտը ժամանակակից մանրամասնորեն ներկայացնելու ենք իր բոլոր կետերով։ Եվ դա մենք կարող ենք անել։ Իմիջիայլոց այդտեղ շատ կարևոր է նաև բացի ներկայացնելուց ցույց տան այն թիմերը, ովքեր են կարող դա անել։ Ասելը շատ կարևոր, միայն ներկայացնելը եւ ասելը չի, ովքեր ունեն համապատասխան անցած ճանապարհ, փորձառություն, կարողություն, կամք եւ վճռականություն դա իրականություն դարձնելու համար։ Բայց հենց համապատասխան ճանապարհի մասին եք խոսում, ասեն այս մարդիկ նախկիններն են, եթե լավ բան էին ստեղծում, թող ստեղծեին։ Գիտեք, ստեղծել են, այդ զրոացվեց, այդ չգնահատվեց, նույն երբ որ մեր մասով ասում են, վերցնենք 98-ից 2008, դա Հայաստանի նորանկախ պատմության զարգացման, ուժեղացման, կայունացման, տնտեսությունից մինչև բանակ տարիներն ա եղել։ Այդ տարիներին եղել են առատավոր բարքեր, միանշանակ։ Պետք է դրանցից ազատվել եւ այդ բարքերը երբեք չպետք է կրկնվեն։ Դա միանշանակ։ Մեզ հաճախ հիմա տեսեք, sense մի բան կա։ Ներողություն, պարոն Սաղաթել։ Որոնք են այդ առատավոր բարքերը, որովհետեւ դա մի տեսակ չկոնկրետացնող հայտարարություն է։ Իհարկե ձեր մասին չեմ ասում եւ ձեր դաշինքի մասին չեմ ասում, բայց մարդ կարող է, չէ՞, աղքինում իշխանության եղած լինի, նախարար, չգիտեմ, ասի գալու ենք առատավոր բարքերը վերացնելու։ Բայց հենց գալիս է իշխանության, ասի արդեն բացահայտի թե որ նա առատավոր բարքեր, ասի այ մենք 30% էին կաշառք վերցնում, 50% են վերցնել, որովհետև առատավոր էր 30-ը վերցնում, կոնկրետ ձևակերպումներ լինելու են, որոնք են այդ առատավոր բարքերը, այո, երկրում չպետք է լինի արտոնյալ մարդիկ, ովքեր իրենց իշխանությունը օգտագործեն իրենց կայացման, հարստացման կամ դրանով պայմանավորված ունենան անսահմանափակ իրավունքներ։ Այո, այդ տարիներին նման երևույթներ եղել են, նման մարդիկ եղել են։ Հիմա սա չնկատել, ասել չէ, չի եղել, ուրեմն դու ազնիվ չես, ոչ ինքդ քո հետ, ոչ էլ քո ժողովրդի։ Պարզապես այդ տարիներին եղել է ուրիշ առաջնահերթություն։ Փլուզված տնտեսություն, պատերազմից հետո երկիր, որը պետքա վերականգնվել, այդ ամեն ինչը արվել է, այս կարգի շատ հարցեր բաց են թողնվել։ Հիմա դա առաջնային ուշադրության կենտրոնում պետքա լինի։ Այո, եթե տարիներին եղել են մարդիկ, որ իշխանության հետ սերտ աճելով օլիգարխ են դարել, իրավունքներ են ունեցել հավելյալ, իրենց լկտի են պահել, չեն պատժվել, չի լինելու հաջորդ անգամ նման բան։ Հիմա տեսեք, մի հատ հետաքրքիր բան կա, շատ շատերը լավ հասկանում են, որ այս դաշինքն է այն բլոկը, որ կարող է երկիր այս իրավիճակից դուրս բերել։ Բայց մեզ փորձում են հաճախ տանել այն դաշտ, որ այս ուժերի վերադարձ կլինի ինչ-որ բարգերի կամ փորձում են սա ներկայացնել իբրև հետընթաց, չգիտեմ, ժողովրդավարության եւ այլնի տեսանկյունից, բայց դա բացարձակ այդպես չի լինելու ընդհակառակ։ Մենք վերջապես գիտես ինչ, 20 տարի անցել է այդ ժամանակներից, կյանքը փոխվել է, նոր իրավիճակներ կա եւ շատ հարցերում այո, նաեւ մենք ենք մեր գնահատականները փոխել եւ մոտեցումներս իմաստով այն ժամանակ
այն խնդիրներ դրված, հիմա մի նոր լեվելի մակարդակի հարց ենք դրել մեր առջև, որ իրականացնել։ Տեսեք, իհարկե օրինակ ձեր մասով լրիվ հորինված կարծեմ ապօրինի գույքի գործ կա, չէ՞։ Այո։ Բնականաբար հասկանալի է ձեր կենսագրությանը նայող մարդ հասկանում որ դա հորինված է, բայց օբյեկտիվորեն կան մարդիկ, որոնց վերաբերյալ ապօրինի գույքի գործերը, ու չասեմ իմ համար, գիտեք, մոտեցումը հետեւյալն է։ Ես արդար չեմ համարում մի պարագայում, այսինքն մի մարդու նկատմամբ հարուցել նման գործեր, որտեղ իրենք քեզ ընդդիմախոս են կամ 2018-ից հետո քո սրի տակով չեն անցել, բայց միևնույն ժամանակ լռել կամ աջակցել կամ մինչև $70 միլիոն բաներ հարկային արտոնություններ տալ մարդու, որը նույն կենսագրությունն է երևի թե ունեցել։ Բայց արդյոք քաղաքական, այսպես ուղերձի տեսանկյունից աշխատելու է կամ գուցե արդեն մոտեցումներ են փոխվել այն, որ երբ որ մենք ասում ենք որևէ քաղաքական ուժ ասում է նախկին բարքերին վերադարձ չի լինելու, նկատի ունենալով դա, որ մարդիկ պետական միջոցներ իրենց անձնական հարստության համար չեն օգտագործելու, բայց այդ խոսակցության ֆոնին, ասենք կանգնած են մարդիկ, որոնք ակնհայտորեն այդ գործի հետ կապ ունեն, հա, ինչքան էլ իրենց նկատմամբ այս գործողությունը քաղաքական է։ Նախ ապօրինի գույքի մասին այս օրենքը քայլերն ու գործողությունները դա ընդհանրապես գործիք է ընդդիմադիրների նկատմամբ կիրառելու։ Եղել են երկրում մարդիկ, որ այդ ուղղությամբ հարստացել են, հա, բայց երբ որ դա օգտագործվում է բացառապես ընտրողաբար է մոտեցվում։ Ընտրողաբար ու նույնիսկ բացառապես ընդդիմադիր շրջանակների վրա ճնշում գործադրելու միջոց, դա ակնհայտ է, որ ուրիշ տեղ է տանում եւ իրենց նպատակը այդ թալանի վերադարձնու ժողովրդին բաժանելու այդ չի։ Այն ինչ որ իմ նկատմամբ էլ անում են, մի հատ պարզ բան գոյություն ունի, այսինքն ես մեր երկրում բարձր պետական պաշտոն չեմ զբաղեցրել։ Այսինքն առաջի անգամ եղել է 2018 թվականին եղել է մարզպետ։ Հիմա նույնիսկ մի առիթով ասացի 2018-ից մինչև հիմա ինչ ձեռք եմ բերել, կարամ տամ ձեզ, այսինքն Իսկ դրանից հետո եթե մարդ կարողացել է իր երկրում աշխատել, ստեղծել, աշխատատեղ ստեղծել, դրա համար այսօր հետապնդում են, դա ծիծաղել է, հետեւաբար այդ բաները ինչքան էլ փորձը ներկայացնեն չեն կարող կպցնել։ Եղել են այդպես դեպքեր, հա, պետք է լինի արտահայտություն միանշանակ, բայց թացը չորից պետքա առանձնացվի։ Եվ այո, մեր շարքերում, շրջանակներում ոնց ասեմ, այդ վստահությունը պետք է ունենալ, որ չի լինելու այդպիսի բաներ եւ նախկինում էլ ասում եմ, չեմ ասում չի եղել է, բայց չի կրկնվելու, պետքա գնալ առաջ եւ վերջ։ Այդ չկրկնվելու մասով, պարոն Սաղաթել, իմ հարցը դրան էր վերաբերում, ասիկան երբ որ դուք ասենք բեմից ուղերձ հղեք, որ այս բարքերը չեն կրկնվելու, հա, բայց ձեր կողքին կանգնած լինի օրինակ, նու Աստված մի անի, այդպես, ասենք Վիվարոյի Վիգենը, որ այսօր այս իշխանության օլիգարխն է, կամ Նարեկ Նալբանդյանը, կամ նախկին իշխանությունների ժամանակ որևէ օլիգարխ հարստացած մարդ, անկեղծ չի լինելու, չէ՞։ Ես կարող եմ վստահեցնել, որ նման մարդիկ մեր ցանկում չեն լինելու, նման մարդիկ մեր թիմում չեն լինելու։ Բայց այս հարցին մենք բախվել ենք նաև այն ժամանակ, օրինակ դիմադրության շարժման ժամանակ, գալի ասում էին, այս ինչ հրապարակում է, չգիտեմ, այն ինչ հրապարակում է, հրավիրատոմսով չի էլի, եթե մեր ցուցակը գոնե հրավիրատոմսով է։ Ցուցակը հրավիրատոմսով է եւ երաշխավորում եմ, որ չի լինելու։ Մեր ցուցակում չեն լինելու նման դեպքեր, հաջորդ կառավարությունում նման դեպքեր չեն լինելու։ Դա երաշխավորում ենք։ Տեսա ուրիշ ոնց ասում։ Հասկացա։ Լավ, հիմա երբ որ մենք տարբեր հարցումներից ենք խոսում, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հանրության մեծամասնության աջակցություն չունի, ավելին փոքրամասնության ինչ որ աջակցություն ունի, հա։ Եվ հասկանալի է, որ ընդդիմադիր 2-3 ու առավելագույն 4 ուժ կարող են այս պահի դրությամբ, իրավիճակը կարող է փոխվել 1-2 ամիս հետո կարող են իշխանություն վերցնել լրիվ օրինական ճանապարհով։ Հիմա դուք նաև խոսում եք ընդդիմադիր դաշտում հարաբերությունների կարգավորման մասին կամ ինչ-որ պայմանավորվածությունների մասին, որ գոնե նախընտրական փուլում այս կամ այն գործողությունը տեղի չունենա։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերվում են կամ ստացվում է այդ քննարկումները առաջ տանել
եւ ստեղծել մի մթնոլորտ, որ այս ուժերի միջև վստահություն լինի այն մակարդակի, որ ասենք ընտրություններից հետո իրենք որևէ ուժ դիցուկ անուն չտամ, հա, իր համար ավելի շահեկան չհամարի Նիկոլին միանալը, քան թե ընդդիմության հավաքական։ Ես չեմ կարծում, որ հիմնական ֆավորիտ, այսինքն շեմը հաղթարող ուժերի մեջ նման ուժ կա, որ կմիանա Նիկոլ Փաշինյանին։ Ծանոթ եմ այդ խոսակցություններին, որ կա, բայց չեմ կարծում։ Այդ ուժերը այդ քայլին չեն գնա, որովհետև դա ոչ միայն քաղաքական մահ է լինելու, այլ նաև արժանանալու են այս ժողովրդի, այսինքն ինքը գնում է այս իրավիճակում ինքնասպանության եւ Նիկոլի բոլոր դավաճանությունները իր վրա վերցնելու ճանապարհով։ Ես չեմ կարծում ընդդիմադիր դաշտում այն հիմնական միավորները, ովքեր կարող են շեմը հաղթարել, կգնան այդ ճանապարհով։ Այսօր մեզ շատ է ասում ով է ում միանալու, փորձում են այս դաշտ տեղափոխեն, անիմաստ է այդ մասին հիմա խոսել։ Բոլոր ուժերը ձգտելու են գնան վերցնեն առավելագույնը մեծամասնություն են փորձելու կամ ձգտելու են առաջինը լինեն։ Մեր մոտեցումը այստեղ շատ հստակ է ու շատ պարզ է։ Եթե մեզանից է կախված լինելու մեր համագործակցությունից սրա հեռացումը, այո, մենք ընդդիմադիր ուժերի հետ պատրաստ ենք համագործակցելու։ Մենք տեսնում ենք հիմա որոշ ուժեր վախենում են այդ մասին ասել, որոշները խուսափում են, որոշները այլ մոտեցում ունեն, բայց այլ է բնական։ Շատ բնական է ուժը պայքարում է առաջի տեղի համար, այս գլխից սրան կմիանաս նրան չես միան, անիմաստ խոսակցություն է։ Մեր պատկերացումը հետևյալն է, ու դա այսօր գետնի վրա երևում է, որ ընդդիմադիր դաշտի ուժերի հավաքական քվեն ավելի մեծ է, եւ այդ Գյումրի երկուսից, որ նրանք սարսափում են, ճիշտ են անում, որովհետեւ դրա եւ պատճառը ունեն եւ դա մեկ անգամ իրենց կաշվի վրա տեսել են, որ ընդդիմադիր ուժերը, այո, կարող են հետ ընտրական շրջանում միավորվել, խնդիրը լուծել։ Գյումրին կարծեք թե իրենց անհանգստացնում է, որովհետեւ վստահ եմ նաև ձեր մասնակցությամբ հնարավոր եղավ անգամ անհաղթարելի թվացող խոչընդոտները հաղթարել ու իշխանազրկել։ Այդ ուժերի, որը շատ դժվար էր, հեշտ չէր, մարդիկ իրոք զիջումների գնացին, հանուն ընդհանուր նպատակի ու հաջողվեց։ Այս անգամ էլ պետք է այդ ճանապարհով գնանք, ուրիշ տարբերակ չկա։ Բայց դա չի նշանակում, որ այդ ուժերը բոլորը մի տեղից են ղեկավարվում, պիտակավորում են, չգիտեմ ինչ։ Սրա հեռացումը անհրաժեշտություն, ընդ որում ձեզ ասեմ, մեր սահմանադրությունն էլ այլ ճանապարհ չի թողում խորքի մեջ։ Դու գիտեք ձևը ինչպես է, եթե իշխանությունը չի կարողանում ձևավորել, այսպես ասած առաջին հավաքած ուժը, այսպես ասեմ, չի կարողանում, հետո անցնում է այդ հնարավորությունը մյուս ընդդիմադիր ուժերին։ Եթե չկարողանան համաձայնության գալ, գնալու է տեղի ունենալու երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին մասնակցել են միայն առաջի եւ երկրորդ ուժերը, մնացածը մասնակցելու հնարավորություն չեն ունենալու։ Իսկ տրամաբանությունն էլ է հուշում, որ դա անխուսափելի է, ուրիշ ճանապարհ չկա չհամագործակցելու, վերջապես մի հատ գլխավոր նպատակ կա։ Բոլորը հայտարարում են, որ գլխավոր նպատակը այս իշխանությունից ազատվելն է։ Դա պետք է երևա թե չէ։ Ուստի ես բոլոր հնարավորությունները տեսնում եմ, շատ դժվար է լինելու, այդ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց հնարավորություն կա։ Շնորհակալ եմ, պարոն Սաղաթելյան, հետաքրքիր զրույցի համար, կսպասենք ավելի պարզաբանումների, գուցե վստահ եմ առիթ կստեղծենք հանդիպելու մարտի կեսերից հետո հասկանալու համար ինչ արդեն ձևաչափով եք մասնակցում։ Շնորհակալ։ Եթե կարելի է այստեղ ես մի բան ավելացնեմ, մենք առաջնորդում ենք այն գիտակցությամբ, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը, շատ եմ ասել, բայց առիթից օգտվելով մեկ անգամ եւս, անկախ իրենց մոտեցումներից, անկախ որոշ հարցերում տարաձայնություններից, անկախ ով ինչ բլոկով է մասնակցել ընտրություններում, եթե այդ գիտակցությունը չլինի, մի շարք հարցերի շուրջ լիարժեք համագործակցություն չլինի, այո, Նիկոլ Փաշինյանը բռնություններով, հալածանքներով, կեղծիկով, մարդկանց հնարավորությունները սահմանափակելով փորձելու է վերարտադրվել։ Հետևաբար ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի պարտքն է այլընտրանքային ծրագրեր ներկայացնելու, ժողովրդի հետ աշխատելու, առաջի տեղի համար այդ ձգտումները ամբողջությամբ արդարացված է, դրա համար պայքարելու, բայց միաժամանակ այս հարցերի շուրջ պետք է լինի 100% կոնսենսուս եւ լիարժեք համագործակցություն։ Այլ պարագայում առանձին ինքը ջարդելու է այդ միավորներին իր վարչական ուժային խայտառակ մեթոդներով ու արևմուտքը դրան ասելու է կեցես ամեն ինչ հրաշալի է,
ու ունենալու ենք խնդիրներ։ Հետևաբար ստեղ էլ ուզում եմ հստակ լինենք, երբ որ մենք խոսում ենք, որ կա այդ հնարավորությունը լիարժեք հաջողության հասնելու, միաժամանակ ասում ենք նաև, որ ընդդիմությունը ունի իր առջև դրված մի շարք հարցեր, որը պետքա լուծի։ Ու դրանք առաջնահերթություն են, խոսում ենք հիմա, փառք Աստծո, այդ ընկալումը կա եւ հույս ունենք ինչ-որ մի փուլում դա կամբողջացնենք։ Շնորհակալ եմ, պարոն Ես եմ Սաղաթելյան։ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում եմ Իշխան Սաղաթելյան հետ, տեսություն կհանդիպենք։